Այստեղ ամիսներ առաջ այգիներ էին, քաղաքապետարանը նախատեսել է տաղավարներ ու խաղահրապարակ կառուցել, տերերն էլ տարածքներից հրաժարվել են ինքնակամ։ Նոր Բակի շինարարությանը մասնակցել են բոլոր բնակիչները, մեկը ծառ է տնկել, մյուսը որոշել է տաղավարի տեղը։ Տեղից, դիրքից սկսված, բոլոր ծառերից, որտեղ պետք է լինի, բոլորը եղել են բնակիչների առաջարկով, իրենց սրտով։ Սա ինչպես ժողովուրդն է ասում, ալմաստի կամուրջն է, նախկին 3-ի փոխարեն լայնությունը 7 մետր է, ժամանակին այստեղով գնացք էր անցնում, իսկ մի քանի օր անց մեքենաները կերթևեկեն։ Ամենակարևորը որակյալ աշխատանք պետք է լինի, անորակյալ աշխատանք մենք չենք գտնում։ Հիմա կանցնենք կտեսնենք։ Ասաց ու արեց, նախագծի առաջին փուլով կառուցված մոտ 2 կիլոմետրը քաղաքապետը ոտքով է անցնում։ Շաբաթը մեկ գալիս էս ոտքով քայլում։ Ասֆալտապատումը բնակիչների սրտով է, միայն խնդրում են իրենց պաշտպանել անկարգապահ վարորդներից։ Դրածա 40։ Ինչ ասենք 30։ Չէ։ Բա ինչ անում։ Արագաչափ դերվի որ դու դանվին։ Ոչ չէր տան։ Եղավ, հաշվի առնենք։ 30-ի վրա ցավը տան։ Հաշվի առնենք։ Ռուբինյանց Ուլնեցի ճանապարհը միաժամանակ 4 խնդիր է լուծելու, կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը, կդառնա 10,000 բնակիչների համար տունդարձի հարմարավետ ճանապարհ, կապահովի գիշերային լուսավորություն, նաև կանցկացվեն կոյուղագծեր։ Մենք կարողանում ենք վերջնականապես Քանաքեռ-Զեյթունում շրջանցիկ փողոց ունենալ, որ կարողանանք Ռուբինյանց փողոցը ծանրաբեռնվածը ավելի թեթևացնենք։ Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջին, Ուլնեցի Ռուբինյանց եւ հակառակը հնարավոր կլինի հասնել րոպեների ընթացքում։ Նոր ճանապարհի երկարությունը ընդամենը 2.5 կիլոմետր է։ Սպարտակ Գրիշյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։